Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներն արդեն երկրորդ անգամ են հավաքվում կառավարության շենքի առջև, որ վարչապետը կամ փոխվարչապետն իրենց ընդունի։ 6 մասնաշենքից կազմված ու ավելի քան 1000 բնակարան ունեցող համալիրի կառուցապատող NS Construction-ը քաղաքապետարանի կողմից շինարարության ավարտական ակտը ստանալուց հետո սնանկացել է։ Բնակիչներն ասում են, անհասկանալի շրջապտույտի մեջ են հայտնվել կառավարություն, կառուցապատող, Ամիո բանկ, քաղաքապետարան, կասկածներ ունեն, որ այս սնանկացման գործընթացը կեղծ է։ Կաշկանդված են, եթե Հայաստանի կառավարությունը այս ուժային կառույցներով մի հատ կառուցապատողի դեմ է կաշկանդված, ասում եմ ողբան վիճակը։ Ուրիշ ինչ ասեմ։ Կառուցապատողի սնանկությունից հետո սեփականության վկայականներ չեն կարողանում ստանալ։ Դժգոհում են նրանք ու շարունակում բանկից ասել են, եթե ուզում եք ստանալ ձեր սեփականությունը, ապա վճարեք կառուցապատողի պարտքն ու տները գրավից հանեք։ Բնակիչներից Հայկ Սմբատյանը թվերն է ներկայացնում։ Ամիո բանկը 21.5 միլիարդ վարկային պարտավորությունը բաժանել է բնակելի համալիրում արկա բնակարանների քառակուսի մետրերի վրա, ստացել է 1 քառակուսի մետրի հաշվարկով 206,000 դրամ։ Այսինքն բնակիչներին պարտադրվում է բացի իրենց պայմանագրային գումարներից լրացուցիչ 206,000 դրամ յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվարկով նորից գումար վճարել, որպեսզի կառուցապատողի անպարտաճանաչ կառուցապատողի վարկային պարտավորությունների դիմաց մեր բնակարանը, մեր գույքը չգրավադրվի, չմնա բանկում որպես գրավի առարկա։ Ինչու է հիփոթեքային վարկ տրամադրած Ամիո բանկն իրենց ասում 1 քառակուսի մետրի համար լրացուցիչ 206,000 դրամ վճարեն, որ իրենք տները գրավից հանեն։ Հարցնում են բնակիչներն ու տարակուսում։ Մի հատ էլ է տունը, մի հատ էլ առնենք, թե ոնց անենք, ինչ անենք։ Ամիո բանկը որոշել է։ Ամիո բանկը գնա կառուցապատողին, կայերնա, զեյթուն, մեյթուն 20 հատ բետոնամեշալ կա, ունի գնա վերցրու տար, քո պարտքերը փակի։ Եկել ես փողը տված, առած գույքը, մի հատ էլ բան եմ դրել։ Այս օրենքի բացերից է, էլի։ Ոնց պատտվում գալիս են, ով է պատասխանը տալու հասարակ ժողովուրդը։ Ամիո բանկից այսօր օրվա երկրորդ կեսին պատասխանեցին մեր զանգերին, խոստացան քննարկել ու նորից կապվել մեզ հետ, պայմանով, որ այդ դեպքում արդեն հարցերը գրավոր ուղարկենք, սպասում ենք այդ զանգին։ Իսկ կառավարության առջև հավաքված բնակիչները նաև պնդում էին, Ամիո բանկն իրենցից շատերի հիփոթեքի գումարը սառեցնելու փոխարեն ամբողջությամբ փոխանցել է կառուցապատողին։ Դա այն դեպքում, երբ դեռ սեփականության վկայականներն ու շահագործման ակտը չկա։ Բնակիչները տեղեկություններ ունեն, որ սնանկացած կառուցապատողի հետ փոխկապակցված այլ ընկերություններ Երևանում նոր շենքեր են կառուցում։ Այդ նույն սնանկ ճանաչվածը NS-ն է։ Հիմա ուրիշ անունով KR Զեյթուն Երևան կառուցապատողը Զեյթունի կերամամարացի տարածքում 6 մասնաշենք է սարքում։ Էլի շինարարական աշխատանքներն անում է KR։ Էլի շրջանցումներով, քույր ձեռնարկություններով, ինչ որ ձևով պատտվում է, աշխատում է, անում է։ Մեկ էլ Ֆիրդուսի փողոցում կառուցապատում է անում, նույն այդ KR-ը, հարց, այսինքն ոնց կարա լինի սնանկ ճանաչվածը շատ հզոր էլ կառուցապատումներ է անում, ու սրա դեմը առնող չկա։ NS Construction-ի ամենախոշոր բաժնետերը ըստ պետական ռեգիստրի Այդա Հովհաննիսյանն է, նրան է պատկանում ընկերության 62.5%-ը, իսկ KR Construction-ը պատկանում է Կարեն Կարախանյանին, ով ըստ հետքի հետաքննության Այդա Հովհաննիսյանի ամուսնու եղբայրն է։ Կոտրած տաշտակի առջև կանգնած բնակիչներն ամիսներ շարունակ փորձում են կառավարության օգնությամբ իրենց խնդիրը լուծել։ Ասում են 4 ամիս առաջ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի աշխատակազմում վարչապետի հանձնարարությամբ իրենց հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել, բայց այդ ընթացքում կառուցապատողը սնանկացել է, իսկ իրենց ոչ ոք այդ հանձնաժողովից հանդիպման երբևէ չի հրավիրել։ Այս ինչպես է տեղի ունենում այս ամեն ինչը, արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որևէ ձև պաշտպանված չեն երկրի կառավարության կողմից, ասենք ակնհայտ մեզ թողել են մենակ կառուցապատող, բանկ, քաղաքապետարան, այդ ինչ որ հանցավոր սխեմայի մեջ, հանդիպումը որ պահանջում ենք փոխվարչապետի հետ, նաև ներկայացնելու ենք բոլոր այն փաստերը, որոնք առնվազն հիմք են վարույթ նախաձեռնելու համար, բայց պետք է հասկանանք, թե ինչ կաշկանդվածություն ունի մեր կառավարությունը, ինչ կաշկանդվածություն ունեն իրավապահ մարմինները, որ նմանատիպ գործողությունների չեն գնում։ Կառուցապատող NS Construction-ը եւ փոխկապակցված KR ընկերությունը մեկնաբանություններ չեն տալիս, թեև բազմիցս դիմել ենք, իսկ կառավարությունում այսօր բնակիչներին ոչ ոք չընդունեց, գործադիրից ազատությանը փոխանցեցին, առաջարկել են հարցերը գրավոր ներկայացնել։ Բնակիչները հիշեցնում են, ծավալուն նամակ արդեն մեկ անգամ ուղարկել են վարչապետին, այն ուղարկվել է քաղաքապետարան, իրավապահ մարմիններ, բայց դեռ քրեական գործ չկա հարուցված։
օրինական ճանապարհներով լրիվ ընթացակարգերը գնացել է, ոչ մի լուծում, ոչ մի պատասխան։ ՄԱԿ-ին դիմենք, ՆԱՏՕ-ին դիմենք, ինչ անենք, միակ ելքը կամուրջ Դավիթ Հաշենի կամուրջը պետք է փակվի, Եղվարդի խճուղին փակվելու է։ Բնակիչներից Հայկ Սմբատյանը վստահ է, կառավարության լռությունը կկոտրվի, եթե Երևանում կառուցապատողներից տուժած բոլոր բնակիչները համախմբվեն